Աշոտի անունն արդեն 7 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Սիսիանցի մարզիկի հաջողություններով քաղաքում բոլորն են ուրախանում ու հպարտանում։ Աշոտը ձգտում է 100 ռեկորդ սահմանել եւ իր նպատակին հասնելու համար ջանք չի խնայում։ Ես մանկուց շատ եմ սիրել սպորտը, ձգտել եմ լուրջ արդյունքների հասնեմ սպորտի բնագավառում եւ միշտ պարապել եմ, ոչ մի իմ ռեկորդ ինձ հեշտ չի տրվել, ես շատ եմ քրտնաջան աշխատել, շատ երկար եմ աշխատել, մանրակրկիտ եմ աշխատել, եղել եմ, որ վնասվածքներ եմ ստացել մարզվելու ժամանակ, բայց փառք Աստծո իմ համառության շնորհիվ ես կարողացել եմ իմ ուզածին հասնեմ, ես փոքրուց երազել եմ լուրջ պրոֆեսիոնալ սպորտսմեն դառնալ, այդ ա եղել իմ նպատակը, որ ես երբեք չկոտրվեմ։ Այդ իմ ռեկորդները, որ ես տեսել եմ, հենց տեսել եմ, ասել եմ, դա ես կարամ անեմ։ Մի քիչ փորձել եմ, ստացվել է։ Ես զգում եմ, որ կստացվի։ Ես համոզված եմ դրանում, դրա համար էլ ստացվում է։ Առաջի ռեկորդներս ես սահմանել եմ Լեհաստանում, մոտավորապես տարուկես առաջ։ Ռեկորդները ձգումվեր վարժություններն են եղել։ Առաջի անգամ հենց կատարել եմ, սահմանել եմ 2 Գինեսի ռեկորդ ճկույտներով եւ միջնամատերով։ Միջնամատերով մոտավորապես կատարել եմ տոննա 600 կիլոգրամ րոպեում, անցնելով գործող ռեկորդը մոտ 300 կիլոգրամ արդյունք։ Իսկ միջնամատերով արել եմ 2 տոննա 800 կիլոգրամ, եւս 300 կիլոգրամով անցել եմ աշխարհի գործող ռեկորդը, որը պատկանում էր իտալացի մարզիկին։ Մոտավորապես մի 9 ամիս անց ես կատարել եմ իմ հաջորդ ռեկորդները, արդեն մեր հայրենիքում։ Սկզբից թռիչք կատարեցի, 45.5 կիլոգրամ մեջքից թռել եմ 80 սանտիմետր, անցել եմ 2 սանտիմետր գործող ռեկորդ աշխարհի, որը պատկանում էր պակիստանցի մարզիկին։ Հետո կատարել եմ այդ նույն օրը հակադարձ պլանկ վարժությունը, էլի նույն պակիստանցի մարզիկին եմ անցել, մոտավորապես 2 րոպե արդյունքով։ Վերջինը ապրիլի 3-ին եմ արել, 202 կիլոգրամ պլանկ վարժություն, ամենածանր պլանկ վարժությունն է կոչվում, ու փառք Աստծո ստացվել է։ Լարվածություն լինում է, բնականաբար, բայց փառք Աստծո կարողանում եմ ես ինքս տիրապետ եմ այդ լարված վիճակում։ Թռիչքվարությունն է ամենադժվարը տրվել, հասրել եմ լուրջ վնասվածք ստանամ։ Ամենադժվարն այլ է, բայց 1 ամիս ա տվել, ամսու կես ա տվել, որ կարողացել եմ անեմ։ Բոլոր ռեկորդները իրանք մանրակրկիտ սիրում են, որ աշխատես իրանց վրա, հեշտ չի, շատ դժվար է հասնել։ Օրը մեջ գնում եմ ես մարզվելու, մոտավորապես 2-3 ժամ մարզվում եմ։ Սպորտը ինձ կրթել է, ինքը ինձ զարգացրել է, լիքը բաներ է սովորացրել, թե սպորտային առումով, թե կյանքի առումով, թե գիտելիքի առումով։ Ես իմ սիսիանցիքին, իմ հայրենիքը շատ եմ սիրում, առավել ևս, որ իմ հայրենակիցները իմ քրտնաջան աշխատանքը գնահատում են, ես էլ ավելի շատ եմ սիրում, իմ համար էլ ավելի պարտավորեցնող է այդ ամեն ինչը։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անելու, որ իրանց սպասելիքները արդարացնեմ։ Փոքրուց սիրել եմ իմ քաղաքը, սիսիանցիները շատ են գնացել իմ քաղաքից, ես շատ եմ ցավացել այդ ամեն ինչը տենալուց, չէի ուզի, որ իրանք գնային։ Ես միշտ ձգտել եմ, որ մեծ հաջողության հասնեմ, այնպես անեմ, որ հնարավորություն ստեղծեմ, որ մարդիկ չգնան, մնան ստեղ ապրեն, ստեղ շենացնեն, ստեղ ավելի լավը դարձնենք։
Որոտան գետի հովտում ձևավորված բնակավայրը շրջապատված է հարուստ բնությամբ։ Սիսիանի մոտակայքում է գտնվում Հայաստանի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը՝ Շաքիի ջրվեժը։ Քաղաքի հարևանությամբ Հայաստանի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկն է, նաև Զորաց քարեր կոչվող քարահունջը։ Շուրջ 200 բազալտե քարերից բաղկացած այս համալիրն ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ և ընդգրկված է պետության կողմից պահպանվող հատուկ տարածքների ցանկում։ Չգիտեմ ում պետք է սիրեմ և ում ոչ։ Չգիտեմ ինչը պետք է սիրեմ և ինչը ոչ։ Միայն գիտեմ, որ հողին եմ սիրում, իսկ հողը ինձ։ Կանչում ենք իրար, չէ որ սիրում ենք իրար։ Կյանք ենք պարգևում մեկս մյուսին, հողն ապրում է մեծանալով, իսկ ես փոքրանում մեծանալով։ Ժորապապը ժամանակին դպրոցում աշխարհագրություն է դասավանդել, բայց բնության ու հողագործության հանդեպ սերը նրան տարել է այլ ճանապարհով։ Իր այգում Ժորապապը մոռանում է առօրյա հոգսերի մասին ու ամեն օր վայելում իր ծանր աշխատանքի պտուղները։ Այս բույսի լավը տրանում է, էլի որ քաղը մեզ մեկա տակից դուրս է գալու, սա ուտելու չի համարյա։ Եթե բնության մեջ ես ապրում, այդ բնությունը անպայման քեզ նոր մասնագիտություններ է տալիս, նվիրում է։ Բժշկել ես դառնում, բանաստեղծ ես դառնում, երգիչ ես դառնում, անկախ քեզանից։ Հա, բարություն ես սովորում։ Ես բնությունը շատ եմ սիրում, իրոք շատ եմ սիրում, իսկ դա ոնց որ թե ժառանգել եմ հորիցս, մորիցս, իրանք էլ էին շատ սիրում, բնությունից ինչ կարող էին, մերում էին, երեխաներին կերակրում և առողջ մեծանում ենք, բայց ինչքան մնում էր, ես բնության կարիքը ինքան ավելի շատ էի զգում։ Էդ ինձ կյանք է տալիս։ Եթե այդ ծառերը չլինեն, ինձ չէին հուշի ոչ մեկը, որ այսքան տարի ապրի։ Այս բնությունը իրոք կյանք է տալիս, ասում ես մի տեղին մի օգուտ տաս։ 78 տարեկան եմ ես հիմա, բայց ես հույս ունեմ, որ շատ կապրեմ հələ։ Արտյոմ, դու հիշում ես, որ գալիս էին հողերը ստուգում տեսնամ, ով ոնց է մշակել։ Ամբողջ Սիսիանը գալիս էր այնտեղ իմ հողամասը, իմ կտորը, այն Ջոնը բանն էին եկել, Իլայը, Ջոնը եկելին մի հատիկ մոլախոտ չեմ թողացել։ Մենակ մոլախոտը չէ, հենց այն առուները, որ մարգերը որ քաշում էիր, սաղ զարմանում էին, որ մի ձերքով այտենց հավասար, ուղիղ։ Փոքր ժամանակ դժբախտ պատահարից կտրվել է ձեռքս։ Սկզբից ամաչում էի, շատ դժվար էր սկզբից, որ երեխա ես լինում, ձեռքս գրպանից էի պահում հիմնականում, բայց հետագայում տեսա, որ ինչի համար։ Բոլոր տեսակի աշխատանքներ հնարավոր է անում եմ։ Ֆուտբոլիստ եղել եմ, վոլեյբոլիստ եղել եմ։ Այն ծանր աշխատանքների 90%-ը այս ձեռքով եմ ես անում։ Այս մեկով ուղղությունն եմ մենակ տալիս։ Գետին խորհուրդ եմ տալիս, հույս եմ տալիս, ասում եմ հույսդ մի կտրի, էլի որոտալու ես, ես որոտան գետն է, էլի։ Կգա ժամանակ, որ այդ հոսանքը ուրիշ տեղից, ուրիշ աղբյուրներից կստանան, իսկ գետերը ազատ իրաց տեղով նորից կհոսեն։ Մի ընկճվի, որոտանի հետ եմ խոսում։ Եվ կարծես թե որոտանն ինձ հասկանում է, պատասխանում է։ Ամեն մի քչքչոցի մեջ ես մի բառ եմ տեսնում։ Եվ դրա համար եմ ասում, եթե այստեղ չգայի, չգիտեմ, ես երևի ապրելիս չլինեի արդեն։ Շատ դժվար պահեր եմ ապրել, շատ դժվար։ Հենց ծնված ստորից բնությանը ենթարկվելով ես հաղթահարել եմ բոլոր դժվարությունները։
որ ես եկել եմ ստե բացարձակ ոչ մի ծառ չի եղել։ Հերթով ծառերը շարել ենք, տնկել, բերքը հիմա յուրացնում ենք։ Լավ է, շատ լավ է։ Կնոջս 42-րդ տարեդարձի օրը բերել եմ 43 հատ շիվ եմ տնկել։ Ես 43-ն եմ տնկել, մեկը ավել է եղել։ Ինքը իրան չորացել է այդ մեկը։ Գոհ եմ մենակ մի բանի համար, որ ես աշխարհը տեսել եմ։ Մենակ դրա համար ես երջանիկ եմ։ Ծանր անցել, բայց ծանրությունը հետևա մնամ։ Անդադ հետևա մնամ։ Եթե բնության հետ կապված ես, քեզ հույս է տալիս բնությունը, ամեն ինչով։ Ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա գտնվող քաղաքի լեռնային դիրքն ու հարուստ բուսականությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մեղվապահության զարգացման համար։ Մեղվապահի աշխատանքը ինքը ներառում է 8-ից 9 ամիս եւ չեմ խոսում 3 ամսվա սպասման մասին, գարնան սպասման մասին, որը շատ ծանր է մեղվապահի համար, քանի որ ինքը սրտի տրուփով սպասում է, թե երբ պետք է մեղուները դուրս գան ձմեռանոցից եւ տեսնի իր աշխատանքի արդյունքը։ Արթուրի ընտանիքում մեղվապահությունը 5 սերունդ շարունակ փոխանցվող ավանդույթ է։ Հայրական տան առաջին հարկն Արթուրը վերածել է ցուցասրահի, որտեղ ներկայացնում է Հայաստանում մեղվապահության պատմությունը։ 2000-ականների սկզբին որոշ ժամանակով մենք դադարեցինք մեղվապահել, կապված որոշակի խնդիրների հետ, եւ ես սկսեցինք շատ պատահական, երբ որ հայրս խոտի գնալից Սարում մեղվանտանիք գտավ, որի մենք ձակ ենք ասում։ Ձակը բռնելով հայրս վերադառնում է տուն փեթակի հետևից, ու այդպես վերսկսում է մեր մեղվապահության շղթան։ Մեղուն չի սիրում, երբ որ մեղվապահը չի գնահատում իր աշխատանքը, ինչպես նաև մեղուն չի սիրում, երբ որ իրեն վերաբերվում են որպես անգել կանգիտակից էակի։ Մեղուն շատ նուրբ է, շատ հոգատարություն է պահանջում եւ մեղրի հետ աշխատանքը պահանջում է մեծ գիտելիքներ։ Սիսիանի մեղրը տարբերվում է նրանով, որ ինքը բարձրադիր գոտիներից հավաքված բազմածաղկային մեղր է։ Մոտ հաշվարկներով մեր մոտի մեղուն օգտվում է 17 տարբեր ծաղիկների նեկտարից։ Քանի որ Սիսիանի շրջակայքում չկան բացանքեր, չկան բնությունը աղտոտող այլ գործարաններ, ինքը իր որակային առումներով եւ ծանր մետաղների քանակով, որը շատ ցածր է մակարդակը, առանձնանում է տարածաշրջանի մյուս մեղրատու շրջաններից։ Մեղրակամի process-ը, որը մեր աշխատանքի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքն է, ինքը շատ մշակութային իրադարձություն է, որի ժամանակ հավաքվում են բոլոր բարեկամները, բոլոր հարևանները եւ տոնում են, կարելի ասել տոնում են այդ միջոցառումը, որի ժամանակ ստանում են մեր բերքը եւ բերքից բաժին են ստանում բոլորը, ովքեր մասնակցել են մեղրակամի գործընթացին, իսկ այդ գործընթացը ինքը տևում է 2-ից 3 օր եւ համախմբում է մեր բոլոր ընկերներին։ Վերես մեկտար բացենք։ Որը։ Վերես մեկ։ Սա բացի դիսկով դիսկա։ Իսկ եթե շուտ տեղափոխած լինեինք, Արտուր ջան, ասեցի չէ որ շուտ տեղափոխել է այդ եղանակային պայմաններից կախված է։ իսկ եթե որոտան տանեինք, Դե որոտանել արդեն մեր լոգիստիկ ծախսերի հետ կապված խնդիրներ կունենայինք, որովհետև մենք պատրաստ չենք այդ լոգիստիկ ծախսերին որոտան գնալու ու այնտեղ մնալու։ բայց ավելի շատ եկամուտ կունենայինք։ Դե եկամուտը կունենայինք, բայց եղանակային պայմաններն էլ ստարի թույլ չտվեց, ինչ է։ Շատ զարգանալ։ Անցած տարի լենույնն ասում։ Անցած տարի մի քիչ ավելի բարենպաստ տարի էր։ Այս տարի համեմատական անցած տարվա 25-ով 1 ամիս հետա։ Իսկ այն անցած տարվա առաջ ցանցերս տեղադրելու ես, չէ՞, այս տարի։ Արտուր ջան, կախված է տարուց, ցավը տանում, քանի անգամ ասեցի, տարին եթե բարենպաստ լինի, դե լավ, այդքան ինչի համար են բարը։ Հանումանյան ցանցերը։ Մեր մեղրի եւ մեղվապահության թանգարանում հիմնական նմուշները մեզ փոխանցվել են մեր պապերից, իսկ ամենահին նմուշը թվագրվում է մոտ 120-ից 130 տարեկան, որը մեզ հասել է տատիկիս պապիկի կողմից։ Իր աշխատանքային գործիքն է եղել, որը խնդրանքով փոխանցել են ինձ, որպեսզի ես ցուցադրեմ մեր թանգարանում։ Ես ծնողներս, տատիկ պապիկներս ծնվել եւ մեծացել ենք Սիսիանում։ Սիսիանի առավելություններից եւ նաեւ հնարավորություններից մեկն այն է, որ Սիսիանի ցանկացած կետից 1 կիլոմետր հեռավորության մեջ դու արդեն գտնվում ես բնությունում, սարերի սկզբում եւ շատ խիստ կապված ես բնության հետ։
Ինչպես նաև այն, որ տատիկ պապիկներս բոլորս եղել են յուղերից եւ միշտ մենք կապ ենք ունեցել գյուղական կյանքի հետ եւ այդ գյուղական կյանքի հետ կապը ամբողջ Սիսիանում զգացվում է։ Երբ ես փոքր էի ու մենք դեռ նոր ենք սկսել զբաղվել մեղվապահությամբ, եղավ մի բացահայտում, որ կախված տեղից թե որտեղ է մեղունից կծում, ես կարող եմ ունենալ ալերգիա։ Ու գնալով դա ավելի բարդացավ, ինձ խորհուրդ էին տալիս, որ եթե ինչքան շատ մեղունից կծի, այնքան ալերգիկ ֆոնը իմ կանցնի, սակայն տարիներ հետո ես հասկացա, որ ալերգիկ ֆոնը ավելի բարդանում է ու ամեն տարի մեղրաքամին կամ մեղունները նայելու ընթացքում որոշակի շրջանում ես ունենում եմ ալերգիա, սակայն չեմ դադարում զբաղվել մեղվապահությամբ, որովհետև իմ բախտը արդեն կապված է մեղվապահության հետ ու ես չեմ կարողանում այդ ամեն ինչից դուրս տեսնել իմ կյանքը։ Այսօր այս խաղը ինչ պիտի անենք։ Սիսիանում ֆուտբոլի դպրոց է հաճախում 180 երեխա, նրանցից 20-ը աղջիկներ են։ Լիանան աղջիկների թիմի մարզիչն է։ Ուզում է Սիսիանում կոտրել այն կարծրատիպը, թե աղջիկները չեն կարող այս սպորտաձևով զբաղվել։ Ես մասնագիտությամբ կինեզիոլոգ եմ։ Շարժողական խնդիր ունեցող երեխաների հետ եմ աշխատել։ Երբ որ արդեն պահանջարկ չեղավ, որ աշխատանքային գործունեությունը շարունակեմ, առաջարկ ստացա ֆուտբոլի մարզիչ դառնալու, իմ ծնողները կողմ էին դրան։ Հայտնվել է մեկը, որ դուրս է գալիս, կոպիտ ասած, սիսիանցիների մտածելակերպի դեմ ու ուզում է առաջ տանել աղջիկներին։ Այս գենդերային անհավասարությունը կոտրող մեկն է դուրս եկել։ Մի քիչ ավելի ուժեղ, կամքի ուժով, որ տղան ու աղջիկը հավասար են։ Սիսիանում աղջիկների ֆուտբոլը զարգացնելը շատ դժվար է։ Աղջիկների մարզիչ ֆուտբոլիստ լինելը ավելի դժվար է։ Իրենք չպիտի մոռանան, որ դժվար ճանապարհ են անցել, պայքարներով լի։ Այդ ճանապարհը դժվար է, որ իրենք անցել են, ես կուզենայեմ, որ իրենք չմոռանան այդ ամեն ինչը, շուտ չհանձնվեն ու առաջ գնան, որովհետև իմ երազանքներից մեկն է իրենց հետ կապված, որ գոնե մի քանիսը շատ կուզենամ աղջիկների ազգային հավաքականի թիմում լինել։ Մեջքով գնդակը չեն գնում, մարմնի ճիշտ դիրք են ընդունում։ Եթե խլեցին, արագ հակագրոհա լինում, մինաս իջնում ես ներքև, իրանք արագ են լինելու, ձգտում ես այս հատվածում, եթե գնդակը իրա մոտա չգցվես, ինչքան կարաս տանես եզր, ժամանակ ձգես խաղընկերներդ հետ իջնեն։ Հասկացանք իրար։ Մենակ հարցակվելով չէ, երեխեք մենակ գոլ խփելով չի, գեղեցիկ ֆուտբոլ խաղալն է կարևոր այս պահին։ Պիտի սիրուն ֆուտբոլ խաղանք, որ նայեն, հիանան, որ դուք իրոք ամեն ինչին տեխնիկապես լավ զարգացած երեխեք եք։ Գնդակին լավ տիրապետում եք։ Հասկացանք իրար, դե գնացիք։ Ես իրենց համար մարզիչ եմ, բայց առաջնային ինքեր եմ։ Ես պարտություններ չեմ սիրում, բայց այս ընթացքում հասկացա, որ հաղթանակ տանող ամենամեծ ճանապարհը պարտություններով լի է։ Ես ավելի շուտ եմ կոտրվում, քան իրենք։ Ամեն խաղից հետո, երբ որ կոտրված ես լացում եմ, հուզվում եմ, ոնց որ հիմա իրենք ինձ խորհուրդ են տալիս, որ ընկեր Սարգսյան ոչինչ։ Միասին ենք այս խաղը գրվել, միասին կգրենք հաջորդ խաղը։ Արագ ակես արի։ Դե մինա գնա։ Մամի չկա, մեծ որ կարաս նորմալ հանգստան։ Մի քիչ Ժողովուրդ եկեք պապին սպասենք, թող գա հետո։ Թաղին պապի դուժ բացնենք, եկեք կոֆիրես խմենք, բա։ Չէ, սպասենք, արա։ Սպասես, ինչ որ սպասես շատ է սպասել, եկեք։ Սպասենք։ Միտինգը նվիրված։ Արդեն 14 տարի է 76-ամյա Վալերի Գևորգյանի ամենօրյա ճանապարհը նույնն է։
իր տնից դեպի մշակույթի տուն։ Նա Սիսիանի ժողովրդական գործիքների անսամբլի ամենատարեց անդամն է եւ քաղաքի միակ քամանչահարը։ Գործընկերները նրան պապիկ են կոչում եւ անսամբլն առանց նրա չեն պատկերացնում։ Հազարավոր ձայների մեջ ես քամանչայի ձայնը կտարբերեմ։ 1913 թվի գործիք այլ գործիք։ Իմ տղան էլ սովորել է գործիքով, նույն գործիքն ա եղել միշտ իմ մոտ, ամբողջ կյանքս դրա հետ է։ Իմ քամանչան հաստատ իմ ընկերն է, իմ անբաժան ընկեր է։ Բոլորը իզնից ջահել են, ինձ հարգում են, սիրում են, որպես ավակ ընկեր, բանը խմբի ղեկավարը իմ երեխուց փոքր էր։ Շահումյանի, տոնավակը։ Սայրի, ինչ ես պատած է։ Ուրեմն ուզում ա միզույի դամաշնիկ արնի։ Հարցնում ա, տղա ջան, է դամաշնիկ ինչ արնի, բա 1200 դրամ։ 1000-ով չես տա, ասում ա մորքուր ջանի 200 դրամ ստուր են 1000 ստուր։ Ես որոշել եմ, որ մինչև կյանքիս վերջ պետք է լինեմ այդ գործիքի հետ, այս անսամբլի հետ, երաժշտական ընկերների հետ։ Ուրախ ժամանակ ամեն ինչ եմ նվագում։ Շերանից եմ նվագում, գուսանաշոտից եմ նվագում, հավասուց եմ նվագում, ամեն ինչ։ Տխուր ժամանակներ ձախորդ օրեր են։ Այսօր գնալու ենք Գահուենստուն։ Հիմա ես իմ երեխեքին եմ ամենաշատը կարոտում, որոնք Մոսկվա են թորներից հետ։ Մեկ էլ կարոտում եմ իմ երիտասարդ ժամանակը, ոնց եմ եղել, հիմա էս է։ Ես եղել եմ ավտոկռունկավար։ Պարապ ժամանակներս գնում էի այդ ալյումինագործների պարի խմբում նվագում էի։ Բայց ոչ մեկին հետաքրքիր չի այդ գործիքը։ Հիմա ջահելները կամ դհոլա, կամ սինտեզա, կամ կլարնետ են նվագում, հետա։ Հիմա ջահելները չեն հետաքրքրում տենց գործիքներով։ Թորնիկիս է մի մոմենտ սովորացնում էի, էլի ինչ-որ բաներ նվագում էր բան, հետո երևի ջահել են, դուրը չեկավ։ Ես էլ չեմ ստիպել իրան։ Ցավացնում այդ փաստը ինձ անպայման։ Իզնից հետո ես չգիտեմ կրնի այդ գործիքը չի ունի, չեմ կարող ասել։ Սիսիանը հարուստ է մշակութային եւ բնական հուշարձաններով։ 1980-ականներին կառուցված հայտնի 40 աղբյուր հուշահամալիրը քաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Այն կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 40-ամյակի առթիվ։ Քաղաքի բարձրադիր հատվածում միջնադարյան ճարտարապետության նմուշներից մեկն է Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, եկեղեցին կառուցել է Սյունյաց իշխանուհի Վարազդուխտը։ Տեղի պատմության թանգարանում ներկայացված է տարածաշրջանի պատմական, հնագիտական և մշակութային ժառանգությունը։ Հողի հետ իրար այնքան ենք սիրում, հողն ինձ է համբուրում, իսկ ես հողին։ Եվ անկեղծ սերը մեզ ուժ է տալիս, ես հողին եմ գրկում, իսկ հողը ինձ։ Ես, դու, նա, բոլորը հողին են գրկում, իսկ հողը գրկում է բոլորին։